երաշխավորեք, եթե դուք նույն ուղերի ոնց որ իմ ինֆորմացիայով ուղղակի Ռոբերտ Քոչյանի ինչ-որ ծանոթ մարդ ասել է Պիվետ Ռոդն ու ինչ-որ կոնտեքստը չեմ կարող 100% ճիշտ նշել ու Ռոբերտ Քոչյանի ծանոթ մարդիկ կարող է security աշխատողները այդ մարդուն սպանել են։ Հիմա սվերկը դա մի քանի ես իմ իմացած ասեմ Լևոն ջան, դες կալած Ինչ ճանաչեցիք։ Ընդհանուր ձեր ուժը։ Ես Լևոն Քոչարյան եմ։ Ինքն էլ է խոսել այս ամեն ինչից, պատմել է, շատ ցավալի է, որ չեք լսել, գրել ուղարկում բացատրությունը, ուրեմն դեպքը այդպես չի եղել, բարեկամի այդ դրվագի համար, բացում իրականությամբ չի ապահովացնում։ Եղել է շատ վատ, շատ ներժելի, շատ սխալ անորոշով, մարդկային կյանք դա չէ արդյոք։ Այդ դեպքը եղել է, հայրս արդեն ամեն չի եղել։ Ընդհանրում է եղել անվտանգության աշխատակցի հետ։ Ընդհանրում է եղել փոխադարձ հասկացա իրավունքներ, հետո եղել է դատավարություն, դա արել է, այսքան անսկուր սպանություն է վերջո, չեմ սխալվում, հարվածից գլուխը պետազուգարանականքի, այդ ցավալի ու շատ վատ դեպքը եղել է, որ մինչև այսօր նաև ձեր լավ մարդիկ հիշացնում են, այսինքն բնականաբար չի կարող ոչ մի նորմալ մարդ ասել դա լավ բան է։ Կանչում սա նշանակ ֆիքսել։ Հետո այս դեպքը արդեն դարձել է մինչև հիմա շարժման առարկա շատ մարդկանց ձեռքում ու հատկապես այն մարդկանց, ովքեր բերել են մեր երկրի գլխի պատերազմ, հազարավոր զոհերի պատճառ են դարձել ու հիմա շահարկում են այդ վատ ու ողբերգալի դեպքը։ Տանող եք։ Այո, որտե՞ղ եք։ Եփոմ։ Որ Ուզում եմ ասեմ, գիտեք, ավելի իհարկե շատ վատ է, ես ինքս իմ ասում եք որն է երաշխիքը, երաշխիքը նախ այն է, որ մենք դրա մասին խոսում ենք, մենք դրա մասին բարձրաձայնում ենք, ասում ենք ինչքան սխալ է այդ ամեն ինչը։ Ես չգիտեմ, օրինակ դուք գիտեք հղի աղջկա սպանության դեպքը, Շարասյունը մնացականի Պրոշյան փողոցի վրա 8 ամսական հղի վարչապետի Շարասյունը ով որ անցումով էր նաև անցնում, գցում է ավտոյի տակ ու եթե չեմ սխալվում, այդ վարորդին ինչ են տվել ու նաև չեն էլ կանգնել։ Չեն կանգնել, նկատել է, բժիշկ եղել է Շարասյան մեջ չեն։ Ես չգիտեմ, այս նույն հարցը դուք բարձրաձայնում եք թե չէ, թե 2001 թվականի դեպքն է ձեր համար, 2026-ին ավելի ակտուալ։ Զուտ ընդհանուր իմ տպավորությամբ այդ ժամանակներում բավական, այսպես ասած, այդ բառը շատ օգտագործվում 5 ու ես 2005 թվական ու շատ ծանոթներից ընդհանուր այդ ժամանակ ապրած մարդկանցից այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ այդ ժամանակ բավական այդ բառը ոնց որ հայերեն բառ չի, բայց ինձ թվում է լավ է նկարագրում, բեսպրեդել է կատարվել ու անձի պաշտամունքի նման բան է եղել ու ես կարծում եմ, որ Հայաստանի դեմոկրատիայի հետ այդ անընդունելի դե ոնց որ անձի պաշտամունք ասելով կարող է շատ ուժեղ բառ անձի պաշտամունքը, բայց ոնց որ վախ է եղել, վախի մթնոլորտ է եղել, խոսքի ազատություն չի եղել, ինչը շատ վատ է։ Հիմա կարծում եք կա խոսքի։ Հիմա խոսքի ազատություն կա, հիմա ժողովրդի կեսը ներողություն ես երկու բան ասեմ, կներեք, Լևոն ջան, ես երկու օրինակ բերեմ, առաջինը կապված ռոբ բառի հետ, նախագահն անդրադարձել է վերջի հարցազրույցի մեջ նույն Տիկին Քոչարյանը ռոբ է ասում, նախագահի մայրը միշտ ռոբ է ասում, երբևիցե ռոբ բառը չի եղել վիրավորական, այդ շատ ընտանիքում ընդունված եղել որպես քաղցր խոսք, այսինքն այդ կեղծ թեզը, որ սրսկել են, դա տեն չի։ Մյուսը դաշնակցական է եղել, մյուսը ես ձեզ ասեմ, կապած ազատ խոսքի բռնության հետ, ես անձամբ երբ որ խոսում եմ, որ 105-րդ մանկապարտեզը թալանված է, իմ դեմ քրեական գործ են հարուցում 5 տարվա մեղադրանք են առաջադրել ուղիղ ինձ զուտ իմ ազատ կամքը արտահայտելու համար զուտ քրեական գործ կա գիտեք ինչի համար հա չեք տեսել հա որ մեքենայի մեջ 4 ոստիկան ես վնասվածքներով հայտնվում եմ հիվանդանոցում ուղեղի ցնցումով այդ ամեն ինչը պետական դատաբժշկի եզրակացությամբ լինում է ինձ ուրեմն հիվանդանոցից տանում են դատարան
մի գիշերվա մեջ կալանք են տալիս, այն դեպքում որ մի բերետավոր ասել է իբր ես իր ոտքի 2 անգամ հարվածել եմ, դատաբժշկի եզրակացությամբ կա որ իր վրա ոչ մի քերծված չկա, ոչ մի հետք չկա, 3 տեսախցիկ էր կա նկարում, ոչ միտեղ նման բան ֆիքսված չի, ավելին ասեմ, ոչ մի ուրիշ ոստիկան չի հաստատել իբր ես խփել եմ, ասում այս բան չեմ տեսել իրենց ասել։ Ու հակառակը ինձ ծեծել են կամերաների դիմաց, վնասվածքները կա, ինձ տանում են կալանքի, մինչև հիմա ուզում են դատել 2-ից 5 տարի։ Մի ոստիկանի ցուցմունքով ու հակառակ այն ոստիկանները, ովքեր բռնության են ինձ ենթարկել։ Ամեն ինչ արձանագրված է, արդեն անցել է 2023-ից 3 տարի է գրեթե անցել, ոչ մի ոստիկան նույնիսկ մի օրով լիազորությունները չի դադարել ու մեղադրանք չի առաջադրել։ Կներեք այսօրվա դեպքն է, ես բայց ընդհանուր, չէ, կներես էլի, ես ուզում եմ ինչ ասել, էլի ժողովուրդ։ Եղել են վատ բան, եղել են սխալ բան։ Եթե մենք 2000-ականներից հետ գնանք 90-ականներ, շատ ավելի զզվելի բաներ են։ Ասենք բաներ են սեփականաշնորհվել, չգիտեմ, առելի բանը, չէ, չեմ ասում, չեմ ասում եմ 90-ականներում вообще կարող է լկտի բաներ։ 2000-ականների իրանց վատ երևույթներն են ունեցել։ Տղեկ մի մասիկ ձեր ասածի հետ լիովին համաձայն եմ ընդունում եմ։ Ես սովորել եմ այստեղ, 4 տարի սովորել եմ այստեղ։ Չգիտեմ, դուք 2005 թիվ եք, բայց հաստատ, չգիտեմ, եթե մեծ ընկերներ ունենաք, կասեք, որ ոչ մի ինչ-որ լրտվության աչքի չենք եղել, ինչ-որ արտոնությունների մեջ չենք եղել, սովորական ապրել ենք, գնացել ենք, եկել ենք ու մնացած, չգիտեմ ով ինչ ասել։ Անվտանգության աշխատակից չի եղել երբևիցե։ Այսինքն այն իրականությունը վատ բաներ որ եղել է, ես կարամ դրանք ընդունեմ, բայց շատ բաներ կա, որոնք իրականությունից շեղված են, որոնք ուրիշ ձև է ներկայացվել կոնկրետ քաղաքական նպատակներով, այս ամեն ինչը շարունակաբար տարվել է։ Հասկանում եք, դրա համար իմ համար կարևոր է նաև այս շփումը ձերպես մարդիկ, որ կան հարցնեն, ինչը ոնց է եղել, մենք մեր պատասխան տանք։ Ես խնդիր չունեմ, ես չեմ կարա չէ ասեմ ինչ որ վատ բան առավել եւս եթե մարդ համացել, դա ինչ որ ձև փորձենք արդարացնել։ Բացառված է նման։ Մեզ բոլորի կոնտեքստը։ Դրա համար մենք հիմա գալիս ենք թե 90-ականների սխալները հաշվի առնելով, թե 2000-ականների սխալը հաշվի առնելով, թե սրանց այս չարիքի իշխանության սխալները հաշվի առնելով